Ողջույն ժողովուրդ, այս ընթացքում բնականաբար հետևում եմ այս հետընտրական զարգացումներին, եթե կարելի է սրանք ընդհանրապես զարգացումներ անվանել ու տպավորությունա, որ ընտրություններից հետո այլևս կյանք չկա, ինչ որ պիկի հասանք, դրանից հետո ինչ-որ տարօրինակ զգացողություն է օթերի մեջ ապրելու, բայց մի հատ բան կա, որը ինձ անկեղծ ասած նյարդայնացնում է, ուզում եմ այդ մասով կիսվել։ Ընտրությունը բնականաբար մասշտաբային իրադարձություն է, այն լուսաբանվում է թե տեղական լրատվամիջոցների կողմից, թե տարածաշրջանային, թե միջազգային։ Հիմա ներկայացնել, որ Թուրքիայից եկած լրագրողները հատուկ եկել են, որովհետև թուրք իշխան, այսինքն այս կոնտեքստի մեջ դնել, անկեղծ ասած կներեք, բայց կարծում եմ սա ազնիվ չի, ել չասեմ, որ պրոֆեսիոնալ չի, վիրավորում ընդհանրապես լրագրության հիմունքները եւ այլն, որովհետև այդ նույն տրամաբանությամբ ես լրագրող եմ Հայաստանից ու եթե ես ունենայի հնարավորություն կամ լրատվամիջոցը, որտեղ կաշխատեմ ունենա հնարավորություն, ցանկություն եւ այդ խմբագրությունը ցանկանա, որ օրինակ ես լուսաբան եմ, որպես հայ լրագրող Հայաստանի լսարանի համար, Թուրքիայում ընտրությունները առաջիկա եւ ես գնամ այնտեղ օբյեկտիվորեն ներկայացնեմ իրավիճակը, տեսնեմ ինչ է կատարվում շուրջս, ես պարզապես ռեպորտաժ կազմեմ այդ մասին ու դա հեռարձակվի Հայաստանում, առնվազն արդար չի լինի, որ այնտեղ իմ նկատմամբ ինչ-որ հակաքարոզչություն գնա եւ որևէ տեխնացուի մեղադրե նրանում, որ այ Հայաստանից եկել է լրագրող ու հետեւաբար այդ մարդը հայամետ է, որտեվ իրենք իմացեք, որ այնպես ինչպես Հայաստանում է թուրքը բառան կամ վիրավորանք, այնպես էլ Թուրքիայում է հայը վիրավորանք եւ դրանով էլ են շատ քաղաքական գործիչների Թուրքիայում հենց փորձում պիտակավորել, իրենց վարկանի շքցել, գտնել ինչ որ իրենց արմատներում հայերի ու դրանով իրենց վարկանի շքցել եւ այլն։ Այստեղ կարծում եմ, որ իսկապես կա անարդարություն ու կուզեմ, որ մենք ցանկացած քննադատության մեջ անգամ չլինենք կույր եւ կարողանանք իրադարձությունները վերլուծել օբյեկտիվորեն, սառը գլխով ու adekvat վերաբերմունք ունենանք լիքը բաների նկատմամբ եւ այդ քարոզչական օթին չխառնվենք։ Ընտրությունների արդյունքների հետ կապված ես նաեւ չեմ հասկանում այդ զարմանքը եւ ինչ որ շոկը, կասկածներ կային այս ամեն ինչի հետ կապված։ Իսկապես 2021 թվական տեսած հանրությունը ուներ կասկածներ, որ նման տոկոսով չի անցնելու իշխանությունը, չգիտեմ, ժողովուրդ կամ գուցե այդ մարդիկ քաղաքական process-ներին չեն հետևում, կամ շատ ռոմանտիկ են, կամ կներեք, բայց շատ են հավատացել ընդդիմության այդ փչած փուչիկին, որը եւս իդեպ անարդար էր հենց այդ մարդկանց նկատմամբ։ Ես անկեղծ կասեմ, մի բան է ինձ զարմացրել եւ դա ընտրողների ընտրատեղամասեր գնալու ակտիվությունն է ու դա շատ դրական կերպով է ինձ զարմացրել, որովհետեւ ես մտածում էի, որ եթե 50%-ի հասնի գոնե, ապա դա իսկապես ֆանտաստիկ կլինի, բայց փաստորեն գրեթե 60% է, ինչը շատ ուրախալի է ինձ համար ու այդտեղի դեպ պիտի փաստենք վստահաբար, որ մեծ դեր ունեն նաև սոցիալական ցանցերը, ընտրությունների մասնակցել ու հորդորով հանդես եկած մարդիկ։ Արդյունքների հետ կապված անկեղծորեն որևէ զարմանք չեմ ապրել, միակ ցավալի կետը իմ գլխում եւ սրտում այնա, որ առաջիկա 5 տարում մենք ունենալու ենք էլի այդ անարդյունք, անբովանդակ երկխոսությունները ու բանավեճերը ազգային ժողովում, որտեվ այն մարդիկ գոնե, որոնք օրինակ նախորդ 5 տարվա ընթացքում մի 10 անգամ գոնե նայել են հարց ու պատասխաններ ընդդիմության եւ իշխանության միջև այդ գզվռտոցները կհասկանան ինչ եմ ասում, զուտ մտահոգությունս ու ափսոսանքս դրանում է, որովհետև բացի այն, որ կուզեի այլ իշխանություն դա չի քննարկվում հարցի, թե պետք է իրատես լինենք, էլ այդ հարցում, բայց իմ ակնկալիքն այն էր, որ ավելի թարմ ուժեր կլինեն որպես ընդդիմություն եւ ամբողջ այդ խոսակցությունը ազգային ժողովում էլի ու էլի չի կրկնվի դուք Արցախը հանձնեցիքի ու այ նախկիններ լափամաններ եզրույթների մեջ։ Միակ մտահոգությունս այդ է, որ գոնե այլ խոսույթ առաջ գար, այլ քննարկումներ, ինչ որ այլ բովանդակություն, բայց ցավոք առաջիկա տարիներին արդեն իմացեք, որ տեսնելու ենք հիմնականում այն ինչ արդեն տեսել ենք, թե ուր կտանի սա, ուր կհասցնի, ինչ որ մի կետում արդյոք կլինի այնուամենայնիվ այդ ներքին ցասման պորտկումը չեմ կարող ասել։ Գուցե լինի, գուցե ընդհանրապես չլինի մինչև 2031 թվական, բայց այն որ բովանդակային առումով բարդ է այլ բան սպասելը, ես որպես այս տարիների ընթացքում այդ process-ները ակտիվ լուսաբանած լրագրող կարծում եմ, որ չի լինի։ Այս մասով այսքանը ուզեցի կիսվել իմ կարծիքով։